Քրիստոսի խաղաղությունը ցեզի հետ սիրելի բարեկամներ, տելեպաչեն ցեզի հետ ենք հadouk հայդակրովը, որն ընթացքին պիտի անդրադառնանք այս գեղեցիկ ամսվա մասին։ Մենք մայիս ամսվա մեջ ենք։ Աստված մեզի բարգեւած է այս ամիսը մանավանդալ եկեղեցին անդրադառնա հadouk-ին, որովհետեւ մենք մեծարենք Աստվածամայրը։ Աստվածամայրը, որ մեզի համար ամենամեծ միջնորդն է մեր հոգիներում բերգության համար, բերգչագործության պատմության մեջ։ Եկեք միասին այսօր մտածենք, թե ինչպես կրնանք օգտվել այս ամսվա ընթացքին Մարիամյան չեր մեր անտուտենեն, մեր վարդարանը աղոթելով, Աստվածամոր ավելի մենք կզմեզ մոդիկ ըսկալով, որովհետև ի վերջո Աստվածամայրը մեր բոլորին մայրն է, եկեղեցվո մայրն է, գմնա որ մենք ավելի փորձենք մոդենալ իրեն, որովհետեւ ըսկանք այդ մայրական գտությունը, ըսկանք այդ մայրական գեղեցիկ ըսկացումը հանդեպ մեր անձերուն։ Աստվածամայրը ցերկերը բացած, գուզե որ մենք իր մոտ երթանք, իր միջնորդությունը խնդրենք, իր բարեխոսությունը խնդրենք, որովհետեւ գարենանք լավագույն ձևով ավիլ մեր քրիստոնեական արժեքները, մեր քրիստոնեական կյանքը մեր շրջանակներուն մեջ ուր որալ գտնվենք, ըլանք վարժարանի մեջ, ըլանք դան մեջ, ըլանք դրացիներուն հետ միասին, ըլանք գետրոնիմը մեջ, որովհետեւ գարենանք վգայել ճշմարիտ Քրիստոսը, լավագույն միջնորդը, լավագույն բարեխոսը նույն ինքն Աստվածամայրն է, չկա ավելի մեծ բարեխոս։ Գերնա ըլալ որ մենք բան մխնդրենք մեր մորմեն եւ մեզ մերժե, գերնա ըլալ զավակը իր մորմեն խնդրե հաց եւ իրեն ժայր մտա եւ գամ գեղեցիկ միջոցը, գեղեցիկ բանը եւ իրեն օծ մտա, անգարելի է։ Անոր համար Աստվածամայրը անգարելի է որ մեր անգերց խնդրանքը մերժե, անգերց բարեխոսության խնդրանքը մերժե եւ ինք չբարեխոսե Աստուծո կամ Քրիստոսի մոտ, անգարելի է։ Անոր համար քիչ այսօր մտածենք, ավետարանենք գեղեցիկ հատվածի մասին մի քանի նախատասություն, որ նույն ինքն հրեշտակը ըսավ։ Գաբրիել հրեշտակը, երբ եկավ Մարիամինկով ավետելու, թե ինք պիտի ըլլա Քրիստոսի մայրը, թե ինք պիտի ըլլա Աստուծո մայրը, իրեն ըսավ կգարտանք անշուշտ Ղուգաս ավետարանեն։ Ուրախացիր բերգվյալդ, Դերը քեզի հետ է։ Մարիամ վախցավ, Դերը ինձի հետ է։ Եվ շարունակեց հրեշտակը, կմտածեր թե Մարիամ ինչ կնշանակի այս ողջույնը, հրեշտակը իրեն ըսավ, մի վախնար, Մարիամ, որովհետև Տիրոջ առջև տուն շնորհք կդար։ Ինչ կնշանակի այս գեղեցիկ խոսքը։ Եկեք նայենք այս ավետարանի այս գեղեցիկ խոսքը, որ հրեշտակը ըսավ Աստվածամոր, այսօր մեզ ինչ ասել գուզե։ Նախ ինչ էր իմաստը բուն, ինչու համար Մարիամ շնորհք կդավ Աստուծո առջև։ Մարիամ որովհետև սկիզբեն ընդրված անձն էր, միակ անձն էր, որ գերնար իր որովայնին մեջ 9 ամիսներ շարունակ շալգել Քրիստոս Աստվածը, որովհետեւ ինքը ըլլա միակ միջոցը Քրիստոսի մարտերության եւ Քրիստոսի մարտերության նպատակը գտանի դեպի բերգչագործության։ Հետևաբար Մարիամը շնորհքներով լեցուն պիտի ելար, որովհետեւ գարենար իր որովայնին մեջ շալգել Քրիստոսը, գարենար Քրիստոսին ծնունդ տալ, գարենար Քրիստոսին Քրիստոս Աստուծո մայր դառնալ եւ այդպեսով ինքը ըլլար մեր բոլորին մայրը։ Մտածենք այս մայրության մասին եւ տեսնենք թե ինչպես ավետարանը գշարունակե եւ գսե թե Սուրբ Հոգին պիտի իջնե քու վրադ։ Այսինքն այնքան ինքը շնորհք ուներ, բայց դակավին Սուրբ Հոգին պետք է, որովհետեւ Մարիամ մայր դառնա Քրիստոսի Աստուծո։ Եվ կգարտանք թե եկեղեցական մեկ դվյալների մեջ մանավանդ Լումեն Ջենսիումի մեջ թիվ 56 մեզի կբացատրի հետևյալը այս գաղափարին վրա հիմնվելով, թե Մարիամը ամբողջությամբ իր ամբողջ սրտով նվիրվեցավ Աստուծո բերգչագործության ծրագրին, առանց մեղքի, ինքզինք նվիրեց Աստուծո, նաև ինքզինք նվիրեց ամբողջովին Աստուծո որդիին։
Գերնար ոչսել, եթե մարդկային ձևով մտածենք, որովհետև Դագավին չէր ամուսնացած, Դագավին մարդ չէր ճանչնար։ Անոր համար մտածեց, դա այդ ողջունի ինչ կնշանակե։ Ինչու համար հրեշտակը ամեն անց պիտի ցկե եւ իմ կովս պիտի կա։ Որովհետև Աստուծո արչև շնորհք կդավ։ Տեսեք ինչ հստակ է պատասխանը։ Շնորհք կնշանակի թե ինքը այն ինչ որ իրեն Աստված բարգեված էր, մաքուր ձևով բահած էր։ Չէր աղավաղած իր կյանքը, չէր աղդոդած իր կյանքը, մաքուր էր, հրեշտակի պես մաքուր էր, թե սրտով, թե հոգիով, թե մտքով, թե վարվելագերբով, եւ այդպես ինքը գծարայր Տիրոջ։ Անոր համար արժանի դարձավ Աստուծո մայրը ըլլալու։ Եվ այսպես ինքը չմերժեց, ընդունեց, թող Աստուծո գամքը ըլլա իմ կյանքիս մեջ։ Եվ Աստուծո մայր դառնալը մենք կտեսնենք այս պատմության մեջ, այս իրականության մեջ, թույին բամը չէր տեսնել վերջավորության իր զավակը խաչին վրա, եւ ինք վարը կանգնած բամը չէր գտնարնել, եթե ոչ խաչին արջև ձունգի կար։ Տեսեք թե այդ մայրական զգացումը մղեց վերջավորության, որ Մարիամը խաչին պատված ձունգի իջնե իր որդին իր Աստուծո արջև։ Այդ մանուկին, որ ինքը ծնունդ տվավ եւ որ կարոզեց եւ որ ընկերացավ իրեն, չթողուց ոչ մեկ վարյան։ Միշտ իր հետն էր։ Նույնիսկ եթե արաքելության ընթացքին ամեն վարյան հետը չէր գալեր, սակայն հոգիով կընկերանար, որովհետեւ գիտեր եւ հրեշտակին այս խոսքը Սուրբ Հոգին պիտի իջնե քո վրա եւ պիտի հղանաս եւ որդիմը պիտի ծնիս, գիտեր թե այս խոսքը Աստուծո մասին էր։ Գիտեր որ իր մեծ ծնողը բարձ մարդ չէր, անոր համար իր սրդին մեջ բահեց, իր հոգին մեջ բահեց եւ այդպես շարունակեց իր ընթացքը։ Այստեղ կտեսնենք նաեւ թե ինչպես Մարիամ ցերկը չի քաշեց, չի քաշվեցավ, չվախցավ միայն, վախին արջև չհանձնվեցավ, այլ համագործակցեցավ Աստուծո հետ, որովհետեւ իրականանար Աստուծո կամքը, այսինքն մարդուս բերքչագործության ծրագրին, համագործակցեցավ, ցերկը երկարեց, ընդունեց, հագարակ դժվարության, հագարակ Աստված գիտե թե ինչեր անցավ իր միտքեն, հագարակ այդ վախին, որ ինքը զգաց, համագործակցեցավ, գալեց դեպի հարաճ, այո ըսավ, թող ըլլա ինձի Տիրոջ կամքին համաձայն։ Եվ մինչև վերջ ընդունեց այդ կամքը, չթողուց ճամփուն ընթացքին, չհանձնվեցավ, չսավ գպավե այլևս չեմ գերնար թիմանալ այս դժվարություններում, այլ գալեց։ Եվ մենք ասիկա պետք է սորվինք Մարիամեն, պետք է սորվինք իր մե, ինչպես ընտանալ Տիրոջ կամքին համաձայն մեր ամբողջ կյանքին ընթացքին։ Չենք կրնար 20 տարի Աստուծո կամքը կատարել, եթե կսել հոգնեցա, ես Աստուծո մե ազատ պիտի ապրեմ, այլապես մենք Աստուծո կամքը արդեն իսկ կատարած չեն գլար։ Մայրեն եւ իր որդիեն է, որ մենք կսորվինք, հոր Աստուծո կամքը կատարել աբես ինչպես գործածվել։ Դգարինք, գերնանք հանցնվել, գերնանք դգարանալ, սակայն չմոռնանք մխիթարիչը, չմոռնանք Սուրբ Հոգին, ինչպես ուկա ալ ավելի զորացնելու մեզի, որովհետեւ գարնանք դիմացել սատանային փորձությունները։ Այստեղ մենք այսօրվա այս գեղեցիկ նյութեն շատ կարևոր բան կա, որ պետք է եզրափակենք, պետք է հասկանանք։ Սուրբ Հոգին Մարիամի մեջ իջնելով զորացուց Մարիամը, բայց ինչը զորացուց, կամքը, կամքենալ ավելի հավատքը, որովհետև հավատաց Աստուծո այդ խոսքին, հավատաց հրեշտակին այդ խոսքին եւ հավատքը զորացնելով կարողացավ Մարիամ ընդունել այդ կամքը իր կյանքի մեջ։ Հետևաբար տեսնենք թե ինչպես Մարիամ կպատասխանե գսե, ահա վասիկ ես Տիրոջ աղախինն եմ, թող ըլլա ինձի քու խոսքիդ համաձայն։ Եվ այսպես կվերջանա հանդիպումը ավետման։ Այլևս հրեշտակը գերտա իր կովեն, եւ Մարիամ կմնա առանցին։ Ինչ պիտի ըներ, եթե հավատքը զորացուցած չլար։ Մենք որ հիմա կգտնվենք մանավանդ այս տարի հավատքի դարվին մեջ, որ սրբազան վաստակավոր սրբազան քահանայապետը հրճակած էր, մենք այստեղեն սորվելու ենք, ինչպես մեր հավատքը զորացնել, ինչով կրնանք ադիգա զորացնել, ինչպես կրնանք ալ ավելի մտնել մեր հավատքին կաղապարին մեջ, ընդունել հավատքը, ինչպես որ է
Եվ ոչ թե բաներ խոսքեր բարդատվել հավատքին։ Երբ մենք կընդունենք Աստծո կամքը կատարյալ ձևով, ամբողջությամբ, իր դժվարություններով, իր լավ գետերով, մենք այն ադեն մեր հավատքը զորացուցած կլանք։ Եվ հավատքը զորացնելով գրնանք հարաճ երտալ։ Եթե Մարիամ դգարանար հավատքին մեջ եւ գասկածեր վեշտագին խոսքերուն մասին եւ ասեր գրնալ լալասոր մեջ սուտ բան մգա, այդ բարակային կարծեմ թե փրկչակորձության պատմությունը ուրիշ ձև գրնալ ունենալ կամ գրնալ ընթանալ, սակայն այդ հաստատ մնալը հավատքին մեջ, հագարակ փորձություններուն, հագարակ ուրիշներուն խոսքերուն, թույլ տվավ օգնեց զորացուց Մարիամը, որովհետեւ շարունակե, թեև հրեշտակայլևս իր մոդը չէ, առանցին է, հավատաց, որ Աստված իր հետն է, որովհետև Աստված ղրգեց հրեշտակը, ոչ թե հրեշտակը ինքն իր մեն եկավ։ Հետևաբար մենք ալ մեր կյանքին մեջ սիրելիներս, երբ որոշումը գուտանք, երբ գորոշենք բան մը ընել իրագործել մեր կյանքին մեջ, ըլլա անիգա փոքր, ըլլա անիգա մեծ, պետք է հավատանք այդ գործին, պետք է վստահենք Աստուծո, որ ինք մեզ պիտի օգնե, նույնիսկ եթե մեր կյանքի մեջ երբեմն թերներ մը փակ գտնենք մեր առջև, գործը մը պիտի ենենք եւ ցախողության հանդիպենք կամ մատնվենք, պիտի չհուսահատենք, ընդհանրակը ավելի հավատքով պիտի լեցվենք, որովհետեւ մեր ժողովրդական ասացվածքը ճիշտ է, թե Աստված ցույց եթե կոչե դասն կբանա, այդ իմաստով որ եթե ցախողությանը մատնվենք կամ հանդիպենք եւ զորացնենք մեր հավատքը եւ որոշենք բայկարիլ այդ ցախորդության դեմ եւ ավելի հարաճ երտալ, Աստված գորնե մեր քայլերը։ Գպավե որ մենք վստահենք անոր վրա։ Գպավե որ վստահենք մենք մեր անձերը նվիրենք Աստծո։ Ասենք Քրիստոսին ես իմ անձս քու դրամատուրգիան տակ կտնեմ։ Ըրե ինչ որ գուզես քու գամ կտոլա։ Այսպես է Մարիամին օրինակը։ Այս օրինակը մենք կսորվենք այսօր Մարիամ Աստվածամորմեն։ Որ նույնիսկ ամբողջ Քրիստոսի կյանքին ընթացքին ավելորդ այդպիսի միջամտություններ չունեցավ, եթե ոչ մարդոց բարիքին համար գիշեմ ավելի գագնարգեմ գանայի հարսանիքի բարակային, երբ կինին բացեցավ, Մարիամ բարեխոսեց, սավ սպասավորներուն ըրեք ինչ որ ինքը ցեզի հրամայե։ Այդպես մենք պիտի վստահենք Մարիամին, պիտի վստահենք մեր լավագույն միջնորդին, միջոցին, որ մեզի գմղե դեպի Քրիստոս։ Պիտի գիտնանք, պիտի համոզվենք, պիտի հավատանք, թե Մարիամին հետ ընթանալով, Մարիամին հետ քալելով, մենք սխալ դեղ չենք հասնի մեր կյանքի մեջ։ Ընդհանրակը Մարիամին ցերկեն բերնելով մենք կհասնենք դեպի Քրիստոս։ Մենք Քրիստոսի դիմաց կլանք։ Մենք կսկանք, որ Քրիստոսի փոքր եղբայրներն ենք։ Մենք կսկանք, որ Քրիստոս հայրական սեր ունի մեզի հանդեպ։ Մենք կսկանք եւ գավենք, թե Քրիստոս մեզ չի ցկեր, չի թողուր առանցին։ Հագարակ նեղություններուն, հագարակ հազարու մեկ տեսակ դժվարություններուն, հագարակ ըսավներուն, հագարակ այսօրվա աշխարհի մեջ դիրող բոլոր պատերազմներուն։ Քրիստոսի հետ կալելով մենք կհասնենք երջանկության։ Մարիամ Աստվածամայրը լավագույն միջնորդն է այդ երջանկության հասնելու համար։ Ուրեմն գպագեմ իմ այս փոքրիկ խորհրդածությունս այսօր ցեզի հետ միասին, մտածելով Մարիամի դրված կարևորության մասին, որ նախ Հայր Աստված ինքը տվավ Քրիստոսի մարտերության համար եւ ապա անշուշտ եկեղեցին ամբողջ ամիսը դրամատվեց Մարիամի հանդեպ չեմերանտության համար։ Այսպես կմտածեմ, կխորհրդածեմ եւ իբր վերջապան կհասնիմ այսօր ասելու, թե Մարիամի հանդեպ խոր չեմերանտություն ունենալով, Մարիամը իբր լավագույն միջնորդ ունենալով, իբր մայր իմ անձիս, իմ հասարակությանս, ամբողջ մարդկության եկեղեցվո եւ բոլոր հավատացյալներուն, այսպեսով մենք զորացուցած կլանք մեր հավատքը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ամեն։